Սրտանց ծափարենք նրան։ Սրտանց արա։ Ինչ որ անելու ես այսօր սրտանց արա Տիրոջը։ Ծափարում ես սրտանց ծափարի։ Երգում ես սրտանց երգի։ Օրհնում ես քո կողքինին սրտանց օրհնի։ Կարող ես սրտանց օրհնել քո կողքինին։ Հալելույա։ Փառք Տիրոջը։ Տերը օրհնի ձեզ։ Հրաշալի էր։ Ես հավատում եմ, որ եկեղեցին գնում է փառքից փառք, չնայած այն ամեն դժվարություններին, որոնց մենք հանդիպում ենք, բայց իմ սրտի մեջ Տերը մի հետաքրքիր բան ա դրել այսօր, որ մենք պետք է լսենք նրա խոսքը, որովհետև նրա խոսքն է ազատում մեզ, նրա խոսքով ենք մենք կանք, նրա խոսքն է բժշկում, հալելույա, եւ Աստված հավատարիմ է իր խոսքին, Փառք Հիսուսին, նա ասում է ես նայում եմ, որպեսզի իմ խոսքերս կատարեմ, հալելույա, որովհետև չկա մի բան, որ Աստված խոստա ու չանի։ Այդ մենք ենք շատ ժամանակ խոստանում ենք Տիրոջը, բայց չենք անում։ Շատ ժամանակ ասում ենք այո, ամեն, 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 հետո գալիս է ժամանակ այդ ամենը կատարելու ու տեսնում ենք, որ ինչ որ բան բաց ենք թողել։ Եվ գիտեք, շատ ժամանակ մենք վիրավորում ենք Տիրոջ հոգուն։ Մեր քայլերով, մեր հավատքով, գրես մեր մտածմունքներով եւ գործերով։ Եվ մտածում ենք, որ գիտես, դե ոչինչ, Տերը ներում է, Տերը գթած է, ողորմած է, այո, Տերը գթած եւ ողորմած է, որովհետեւ եթե ինքը նույն ձևի վարվի մեր հետ, ոնց որ մենք ենք իր հետ վարվում, մենք այսօր այստեղ նստած չենք լինի։ Եվ սա շատ լուրջ հոգեվոր իրավիճակ է, որ Աստված ուզում է իր ժողովրդին միաբանի իր հոգու շուրջը։ Ոչ թե մենք մտածենք, ինչ պետք է ուտենք, ինչ պետք է խմենք, ինչ պետք է անենք, ոնց գործենք, հալելույա, Տերը ամեն ինչի համար հոգա տանում։ Չկա մի տեղ, որ Աստված հոգ չտաներ։ Չկա մի տեղ, որ Աստված ձեռք չմեկներ։ Չկա մի տեղ, որտեղ որ Տիրոջ անունը կանչեին եւ Աստված չհայտնվեր։ Գիտես, ամեն ժամանակ Աստված լսում էր իր ծառաների աղոթքը։ Աստված լսում էր նրանց, ովքեր սրտանց գալիս էին նրա առաջ եւ բերում էին իրանց սրտի ցանկությունները, գիտես, սրտից եկած խոսքերը ասում։ Այո, գիտես, ասում եմ Երանի նրանց, որոնք արդարության համար վառվում են, որոնք արդարություն են ուզում, հալելույա։ Չկա մի մարդ, որ արդարություն չուզենա, բայց արդարություն ուզենալը մի բան է, արդար լինելը մի բան է։ Մենք կարանք խոսենք արդարության մասին, այո, Տեր, արդար չի, սա արդար չի, այն մեկը մի բանը արդար չի, սա արդար չի արվում, բայց արդյոք դու արդար ես։ Գիտեք, արդար է, որ մարդը անարդար լինի եւ Աստծո արդարությունը սպասի։ Արդար չի, չէ՞։ Ինչ պետք է լինի, դու պետք է արդար լինես, որ արդարը չուշանա քո կյանքից։ Իսկ արդար Աստված է։ Նա ամեն մեկին հատուցանում է իր գործերի համեմատ։ Նա ամեն մեկի սիրտը տեսնում է։ Նա ամեն մեկից գիտի սիրելիս։ Ես շատ աղոթում ասում եմ, Տեր Աստված, ի՞նչն է պատճառը, որ մարդիկ անտարբեր են քո ներկայությանը, անտարբեր են քո խոսքին, անտարբեր են ընդհանրապես այն ամենի համար, ինչ որ դու խոստմունք ես տվել։ Գիտես, մենք երբեք չենք կարող Աստծո սուտ խոսել։ Մենք կարանք միմյանց սուտ խոսել, կարանք մարդկանց ինչ որ ստել փչել, բայց Աստծուն երբեք չես կարող սուտ խոսես։ Աստծուն չես կարող ասես այն, որ կարող արդարացնի քեզ, որտեղ արդարացնող Աստվածը ինքն է։ Ինքը գիտի, հալելույա, որտեղ ինքը վճարեց այդ գինը խաչի վրա, ինքը ներեց մեր մեղքերը, ինքը իր վերքերով բժշկեց մեզ, որպեսզի մենք այսօր ներված լինենք, արդար լինենք, սրբված լինենք, մաքուր լինենք, որ Աստծո համար հաճելի անոթներ լինենք։ Որտեղ չենք կարող մենք Աստծո մեջ լինենք եւ կեղտոտված այս աշխարհի մեջ, գիտես, ամեն կեղտը վերցնենք մեր վրա ու քայլենք, որտեղ խոսք ասում է Հայտնության գրքում, նրանք իրենց հանդերձները չկեղտոտեցին եւ սպիտակներով ման կգան իմ հետ։ Գիտես, Աստված մեզ յուրաքանչյուրի սիրելիս, շուռ արի կողքին տասա քեզ կանչելա, որ դու մաքուր հանդերձները չկեղտոտես ու այդ մաքուր սպիտակ հանդերձներով Քրիստոսի հետ քայլես։ Այո, սատանան ամեն բան անում է, որպեսզի կեղտոտի մեզ։ Նա ամեն ինչին տունակ է։ Նա ստերի հայրն է։
Նա գող, ավազակ է, նա ամեն ինչ անում է, որպեսզի մեզ բաժանի Աստծուց։ Եվ կարա լիքը բաներ անի, բերի քո կյանքին մեջ, եւ դու մտածես այդ ուղղությամբ եւ մոռանաս, որ այդ բոլոր հարցերի պատասխանը Աստված կարա մի րոպեում լուծի։ Որտեղ դու տարիներով ուզում ես ինչ-որ բան ձեռք բերես, չես կարողում, բայց Աստծո հետ մի րոպե հաղորդակցվելուց հետո ամեն բան լուծվում է։ 38 տարի մարդը հիվանդության մեջ տառապում էր։ Եվ գիտեր մի տեղ, որտեղ կա բժշկություն։ Նա գնում էր այնտեղ ու սպասում էր։ Ես հավատում եմ այդ ժամանակ ինչ-որ մարդիկ կային իր կողքը, որոնք ուզում էին օգնեին, բայց չեն լինում։ Եվ գիտեք ինչն էր կարևոր, որ նա սպասում էր։ Նա սպասում էր ջրերի շարժվելուն։ Նա սպասում էր, որ այո, Աստված մի օր իր հարցը կլուծի։ Որտեղ իր հույսը ամբողջությամբ կտրվեց։ Գիտեք, սիրելիս, Աստված ուզում է, որ մեր հույսը կտրենք այս աշխարհից։ Կտրենք մեր հույսը մարդուն հուսալուց։ Երբ որ մենք կկտրվենք այդ ամենից, Աստված չի ուշանա։ Ու այսօր օրն է, որ դու կտրես քո հույսը։ Որ ինչ որ բան կարա, ինչ որ մեկը օգնի քեզ անի քո համար։ Եթե դու դմեր մտածում ես, որ ինչ որ մեկը քեզ պետք է օգնի, դու չարաչար սխալվում ես, որովհետև կա պահ, որ Աստված է թույլ տալի, որ դու մենակ մնաս ու հասկանաս, որ միայն ինքն է հավատարիմ, որ ինքն է իր ձեռքը մեկնում, որ քեզ նեղությունից անի։ Փառք Հիսուսին։ Գիտեք, շատ ժամանակ մենք ինքան ենք նեղացնում Աստծուն։ Մեր գործերով, մեր խոսակցություններով, մեր մտածելակերպով, եւ չենք մտածում, որ դա, գիտես, կարա հետևանք ունենա։ Ու այսօր շատ մարդկանց կյանքում հետևանքները կան, ու այսօր կան, ու տեսնում ես, որ կան, բայց մարդը պարշի, պահում է իր մեջ եւ ավելի է վատացնում այդ հարաբերությունը Աստծո հետ ճշտելու։ Եվ քանի գնում խորանում է իր կյանքի մեջ այդ իրավիճակը, որը որ Աստծուն փառք չի բերում։ Եվ այսօր Աստված ուզում է ազատագրի քեզ։ Շուրարի կողքին տաս Աստված ուզում է ազատագրի քեզ։ Որ դու ազատ մտածես։ Որտեղ Աստծո հոգին է, այնտեղ ազատություն է։ Մենք խոսում ենք դրա մասին, բայց մենք տեսնում ենք, որ չկա Աստծո հոգին, որտեղ մենք ազատ չենք։ Մենք ազատ չենք որոշումներ կայացնելու։ Մենք ազատ չենք մեր ժամանակը տնօրինելու։ Մենք ազատ չենք փոխհարաբերությունների մեջ։ Ինչ որ բան կապում է, ինչ որ բան կանգնեցնում է, գիտեք, դա սատանայի սուտն է, որ կանգնեցնում է քեզ, որ դու չկանգնես, ասես, Տեր, քո կարիքն ունեմ։ Քո կարիքն ունեմ։ Օգնիր ինձ, Տեր իմ Աստված, այս իրավիճակից դուրս գամ։ Օգնիր ինձ իմ Աստված, որ ես բժշկվեմ։ Գիտեք, մենք համ մարմնի բժշկության կարիք ունենք։ Կաստ է մարդը, որ մարմնի բժշկության կարիք ունի, եւ հոգու բժշկության կարիք ունենք, եւ շնչի բժշկության կարիք ունենք։ Շատ ժամանակ մենք մտածում ենք, գիտես, մեր մարմինները բժշկի, հալելույա, բայց մոռանում ենք, որ մեր սիրտը բժշկվելու կարիք ունի։ Որ մեր հոգին բժշկվելու կարիք ունի, որ մեր միտքը ազատագրվելու կարիք ունի, որ մեր միտքը բժշկվելու կարիք ունի, որ մենք ազատ լինենք Տիրոջ հետ հաղորդակցվելուց։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Եվ գիտեք, շատ էի նայում, երեկվանից սկսած նայում եմ։ Ու ասում եմ, Աստված ջան, ինչն է պատճառը, որ շատերը չեն հասկանում այն, ինչ որ դու ես ուզում որ հասկանան։ Կամ մարդու հետ խոսում ես, բացատրում ես, ասում ես, բայց ինքը չի հասկանում։ Կա այլ մարդ, որ դու ավետարանում ես, ասում ես, որ Հիսուսն է Տերը, նա է փրկիչը։ Գիտես, սիրելիս, որ չկա բացի նրանից ուրիշ փրկություն, նա է ճանապարհը։ Ոչ ոք չի գա հոր մոտ, եթե չունենա Քրիստոսին։ Ու դու տեսնում ես, որ չեն հասկանում մարդիկ։ Չեն ընդունում։ Չեն ընդունում։ Ու հետո գալիս այն դժվար, ծանր իրավիճակ, ու ասում ես, Տեր իմ Աստված, բայց ի՞նչն էր պատճառը։ Գիտեք ինչ է, որ ժամանակին չընդունեցին Հիսուսին։
Եվ շատ, գիտես, պատերազմներ, հակառակություններ, գերություններ գալիս էին այն ժամանակ, երբ որ ժողովուրդը լսում էր, բայց չէր անում։ Ու գալիս էին փորձությունների ժամանակը, գալիս էր թշնամին։ Գիտեք ինչի համար էր գալիս, որ մարդիկ նորից հետ դառնային ասում։ Ինչի էր Աստված թույլ տալիս այդ ամենը, որ ժողովուրդը վերջապես հասկանա, սրտով հետ դառնա ասում, որ իսկական Աստծո ժողովուրդ լինեն, որ Աստված իրանց մեջ ման գա։ Գիտես, եկեղեցու մեջ Տերը պետք է ման գա։ Պետք է ման գա։ Ու երբ այնքը ման գալիս, երբ որ մենք սպասում ենք իրան։ Երբ այնքը գալիս սովորեցնում, երբ որ մենք մեզ համարում ենք որպես աշակերտներ։ Գիտես, Տերը խոսում էր իմ սրտի հետ, հալելույա, երբեք ճանապարհից չշեղվես։ Երբեք չշեղվես, ինչ իրավիճակ էլ լինի, հուսա Տիրոջը եւ նա կփրկի քեզ։ Փառք Տիրոջը։ Այո, այսօր կարող քո կյանքիդ մեջ շատ բաներ կան։ Եվ լավ լավ վատ։ Բայց ոչ լավը պետք է քեզ հեռացնի Աստծուց, ոչ էլ վատը։ Դու այսօր կարող ես ուրախ ես, դու ուտելիք ունես, հագնելիք ունես, հա, ինչ որ ոչ մի բանի պակասություն չունես, բայց պակաս ունենաս նրա հետ հաղորդակցվելը ամենաահավորն է։ Բայց այսօր կարող ես ոչ մի բան չունենաս, բայց նրան ունենաս ու ամեն բան ունենաս։ Դրա համար թող ոչ մի բան քեզ չառանձնացնի նրա հետ հաղորդակցվելուց։ Այսօր Աստված եկել է որպեսզի օգնի քեզ։ Այսօր Աստված եկել է որպեսզի քեզ բժշկի, քո անձը բժշկի։ Բայց դու պետք է լսես, որտեղ մարգարեներին ասում էր գնա ասա, ով թե հետ դառնան ու ես բժշկեմ իրանց։ Գիտեք ինչ ցավով Աստված սպասում։ Ինչ սրտի, գիտես են ցավով սպասում է, որ իր ժողովուրդը գա, կենթանի ջրերի մոտ, վերցնի, հալելույա, կյանքը, որ ապրի։ Դրա համար խոսքն ասում է, ով որ ծարավա, թող գա եւ ջրի կտամ։ Գիտես մեկը խոսում էր, այնքան հետաքրքիր ասում էր, փող կտակ, որ ինձ օպերացիա անեն։ Փողի կարիք կա, որ ինձ պետք է։ Գիտեք Աստված Հիսուսը երբեք ոչ մեկին փող չտվեց։ Ասեր արի քեզ տալիս եմ փող գնա աշկերտ օպերացիա արա։ Մեկին տան ասեր գնա կույրաղիկդ օպերացիա արա։ Մեկին ասեր գնա, հա, այս ինչ բանը բժշկի մոտ։ Ինքը տեսել եք այդ ձևի բան ավետարաններում։ Կա այդ ձևի տեղ, որ Հիսուսը մեկին փող էր տալի, ասում էր գնա ու բժիշկ գտի ու բժշկվի։ Ասա Տերը իրեն մոտ եկողներին դուրս չի անում։ Ու չկա միտեղ Աստծո խոսքի մեջ գրված բոլոր ավետարաններում եւ գործքում եւ բոլոր թղթերում եւ սկզբից ծննդոցից մինչեւ վերջ, որ ժողովուրդը կանչեր ասում եւ Աստված չլսեր։ Ու չբժշկեր։ Բայց կային պայմաններ այդ բժշկության։ Որտեւ այո, շատ ժամանակ խի բժշկություններ չեն լինում, որտեւ մարդիկ երկմտում են։ Մի պատմություն, որ երեկվանից իմ սրտի մեջ շատ ուժեղ դրվել էր, հալելույա, բերեցին աշակերտների մոտ դիվահար երեխային, որ օգնեին նրան, չնայած իշխանություն էր տրված եւ նրանք չկարացան։ Եվ եկավ Հիսուսի մոտ։ Տեր, բերեցի քո աշակերտների մոտ ու նրանց մոտ չստացվեց։ Գիտես շատ ժամանակ մեր մոտ խի չի ստացվում։ Որտեղ մենք երկմտում ենք։ Ու ասեց ով թերավատության ձեր թերավատության պատճառով չի լինում։ Ձեր աղոթքների պատճառով, որտեղ ազգ կա, որը միայն ծոմով եւ աղոթքով է։ Մենք աղոթում ենք, մենակ մոռանում ենք ծոմի մասին։ Այսօր աշխարհի մեջ այնքան չար ուժեր կան, որ դու չես էլ պատկերացնում։ Այնքան է չարացել երկիրը։ Այնքան է պղծվում օրեցօր, որ դու զարմանում ես, որ երեք այդ մարդը նորմալ էր, բայց այսօր նայում ես աննորմալ է դառել։ Որտեղ նա ճիշտ չի մտածում, նա ճիշտ չի խոսում, ճիշտ չի շարժվում, եւ մենք տեսնում ենք օրի վրա, որ կեղտոտը ավելի է կեղտոտվում, պիղծը ավելի է պղծվում։ Եկել է ժամանակը, սիրելիս, որ Սուրբը
որ սուրբը ավելի սրբի։ Այո, Տերը սրբեց մեզ, բայց դա բավարարական չի, մենք պետք է ավելի սրբենք, որ կարողանանք դիմակայենք աշխարհին։ Փառք Հիսուսին, ասա փառք Հիսուսին։ Ուզում եմ բացենք Երեմիա 7-րդ գլուխ։ Ես շատ եմ աղոթում, Տեր էս տեղը տվեց ինձ, հալելույա, ու ես ասում եմ Տեր իմ Աստված, ճիշտ այս օրերի համար է։ Հալելույա։ Երեմիա 17։ Կներեք, 17, Երեմիա 17։ Հալելույա։ Եվ 9-րդ խոսքից եմ ուզում կարդամ։ Խորամանկ է սիրտն ամենից ավելի եւ ապամականված նրան, ով կարող է հասկանալ։ Ես Տերս քննում եմ սիրտը, փորձում եմ երևակամունքը, որ տամ մարդիս իր ճանապարհների համեմատ եւ իր գործերի պտուղին համեմատ։ Ասա Աստված տալիս է մարդու գործերի սրտի համեմատ։ Ինչ սիրտ ունես դու։ Ողորմած սիրտ ունես, գթած սիրտ ունես, ասма ես Տերս քննում եմ սիրտը, փորձում եմ երիկամունքները, որ տամ մարդիս իր ճանապարհներին համեմատ եւ իր գործերի պտղին համեմատ։ Որն է քո պտուղը։ Գիտեք հատուցումը որն է։ Աստված նայում է պտղին։ Ունես դու պտուղ, թե չունես պտուղ։ Դու ներում ես, ներել ես, թե դեռ նույն իրավիճակում բռնված նստած ես։ Դու բաց ես թողի քո միջից այն ամենը, այն, որ քեզ բերել այդ իրավիճակին, թե դու դեռ դրա մեջ ես։ Եվ գիտես, ինչքան դու մնաս դրա մեջ, ավելի վատ է լինելու։ Դու պետք է բաց թողես։ Դու պետք է քեզանից հեռացնես։ Ասես Տեր իմ Աստված, բժշկիր։ Բժշկիր իմ սիրտը, բժշկիր իմ միտքը, բժշկիր իմ կյանքը։ Որ անեծքը հեռանա։ Դու գիտես, որ դա անեծք է։ Եթե դու բռնված ես, դու անեծքի տակ ես։ Ինչ շատ ժամանակ խոսում են, ասում են շատ ես անեծքից խոսում։ Գիտես, Հիսուսն էր խոսում։ Ահա, սկզբից էր խոսում։ Ահա այսօր քո առջև դնում եմ օրհնությունն ու անեծքը, կյանքը եւ մահը։ Դու ես որոշողը։ Այո, Քրիստոս խաչվեց մեր փոխարեն եւ քանդեց անեծքը։ Բայց անեծքը կարա վերադառնա նորից, եթե դու չես ազատագրվում այն ամենից, ինչից Աստված քեզ ազատել է։ Փառք Հիսուսին։ Ասա Տեր, մաքրիր եւ սրբիր ինձ։ Հալելույա։ Այո, գործերի պտղի պես։ Փառքի աթոր 12-րդ խոսքը։ Փառքի աթոր, բարձր սկզբից մեծ սրբարանի տեղը, ասա սրբարանը ամենաբարձր տեղում է։ Ու դե ուզում ես գնա, ինչ շերի մեջ ուզում ես եղի, բայց ամենաբարձրում Տիրոջ սրբարանն է։ Եվ դու գալիս ես եկեղեցի սրբության մեջ մտնելու համար։ Այո Տեր, դու ես միակը։ Ու տեսեք ինչ ասում։ Իսրայելի հույսը ով Տեր, բոլոր քեզ թողողները պիտի ամանչեն, ինձանից հեռացողները տափումն են գրվելու, որտեղ թողեցին կենաց ջրի աղբյուրը, Տիրոջը։ Ասա կենաց աղբյուրը իմ համար այսօր բացված է։ Նորից ասա կենաց աղբյուրը, ջրի աղբյուրը իմ համար բացված է եւ ես չեմ թողնելու։ Գիտես ինչքան մարդիկ են թողել։ Եթե նրանք թողած չնեն, այստեղ չէ լինի։ Բայց թողել են։ Որովհետև նրանք ավելի շատ մտածում են աշխարհի բարեկեցության մասին, քան թե Աստծո ծառայելու մասին։
Դու գիտեք մեծ պատիվ Աստծուն ծառայելը։ Տեր քո խոսքն է ուղարկել։ Ասա Տեր քո խոսքն է ուղարկել։ Եվ քո խոսքն է ինձ բժշկելու այսօր։ Բայց ճշմարիտ քո խոսքը։ Ես չեմ ուզում ծռեմ Աստծո խոսքը։ Ես չեմ ուզում հարմարեցնեմ Աստծո խոսքը ինձ։ Աստծո խոսքը երկսարի սուր է։ Նա գալիս է, որ ամեն բան բաժանի մեր կյանքերից։ Ամեն սխալ բան հանի եւ թողնի այն, ինչ որ Աստծուն հաճելի է։ Փառք Տիրոջը։ Ինձ բժշկիր։ Արի կրկնի իմ հետ։ Ինձ բժշկիր ով Տեր։ Եվ ես կբժշկվեմ։ Փրկիր ինձ, եւ ես կփրկվեմ, որտեղ իմ պարծանքը դու ես։ Ասա իմ պարծանքը դու ես։ Հալելույա։ Դու հավատում ես ինչ որ ասում ես։ Կաս թե մարդը որ հավատում է ինչ որ ասում է։ Ինձ բժշկիր ով Տեր, եւ ես կբժշկվեմ, փրկիր ինձ, եւ ես կփրկվեմ, որտեղ իմ պարծանքը, իմ ապավենը, իմ ամրոցը, իմ հույսս, իմ թագավորս, իմ Աստված, որին ես սիրում եմ, ինձ կպահի։ Օ, ես սիրում եմ քեզ, ու Տերը գալիս է, ես եմ սրտեր քննողը, ես նայում եմ։ Եթե ասում ես սիրում եմ քեզ, ինչի քո եղբորը չես սիրում։ Եթե ասում ես սիրում ես ինձ, ինչի իմ պատվիրանները չես կատարում։ Ինձ սիրող էին պատվիրանները կատարում, Աստծո խոսքն ասում։ Ասա Հիսուսն ասում։ Ինձ սիրողը իմ պատվիրանները պահում է։ Գիտեք, մեծ ցավ ես ապրում այն ժամանակ, երբ որ դու տեսնում ես մարդու մեջ եղած այն փոթորիկները, որոնք անընդհատ փոթորկում են։ Գիտես, կա ժամանակ, երբ որ այդ փրփուրները պետք է իջնեն։ Պետք է մաքրվեն։ Բայց կան մարդիկ, որոնց կյանքում միշտ այդ փրփրած վիճակն է, որտեղ իրանք չեն ազատագրում, չեն բժշկվում, չեն ուզում բժշկվեն, պահում են իրանց ներսում։ Ինչքան սիրելիս դու քո ներսում պահես, այնքան ավելի վատ։ Դու պետք է բացվես։ Դու պետք է ասես։ Այո, Տեր, ես չեմ ամանչում ասելուց։ Ես չեմ պահում իմ սխալները, ես չեմ պահում իմ մեղքերը, որտեղ ամենը քո առջև եմ բերում, Հիսուս ջան, եւ ասում եմ ներիր ինձ։ Ես հավատում եմ, որ դու արդեն ներել ես ինձ։ Ես հավատում եմ, որ դու արդեն բժշկել ես ինձ, որտեղ ես ասում եմ, Տեր, եթե դու ուզենաս, ես ով եմ, որ չուզենամ։ Ասա ինչ է լինի։ Տեր քո հետևից եմ գալու։ Կաս թե մարդը որ որոշում է կացե միջև վերջ գնա Հիսուսի հետևից։ Ինչ է լինի, քո հետևից եմ գալու։ Հալելույա։ Ահա նրանք ասում են. ուր է Տիրոջ խոսքը, թող մեկ գա։ Ասա Տիրոջ խոսքը այսօր եկել է։ Նորից ասա Տիրոջ խոսքը այսօր եկել է։ Ես քեզ Աստծուց եմ ասում, Տիրոջ խոսքը այստեղ է, որ քեզ փրկի ու ազատի ու բժշկի։ Ասում եմ թող մեկ գա։ Հալելույա։ Բայց ես հետ չկաչվեր ցա քո հետևից հովիվ լինելուց։ Եվ ձախորդ օրվա չեմ բաղձացել։ Դու գիտես իմ շրթունքներից դուրս եկածը քո դիմաց առաջին էր։ Ինձ համար արավիրք մի լինիր, իմ ապավենը դու ես չար օրը։ Հալելույա։ Ասա օրերը չար են, բայց Աստված բարի է։ Նորից ասա օրերը չար են, բայց Աստված բարի է, որտեղ չար օրը ինքն է փրկելու մեզ։ Չար օրում ինքն է փրկելու մեզ բոլոր չարություններից։ Իսկ չարը քնած չի։ Այսօր շատերը ընտրել են այդ ճանապարհը, որը տանում է դեպի կործանում։ Բայց Աստված այստեղ է, որպեսզի բժշկի, օրհնի մեզ, հալելույա, պահի մեզ, որպես իր զավակներ։ Փառք Տիրոջը։ Ասա փառք Հիսուսին։
Արեք բացենք Սաղմոս 107. Հարյոտի 20-ը։ Իր խոսքն ուղարկեց և նրանց բժշկեց։ Ինչ ուզում են ասած լինեն քեզ, ուր է Աստծո խոսքը։ Ասա Աստծո խոսքը եկել է։ Ասա Աստծո խոսքը, Աստված իր խոսքը ուղարկել այսօր։ Շուրարի կողքին ասա Աստված իր խոսքն է ուղարկել քո համար։ Որ ինձ բժշկի, շուրարի կողքին ասա որ քեզ բժշկի։ Եվ ազատի կորստից։ Փառք Հիսուսին։ Ուր Աստծո խոսքը, թող գա, Աստծո խոսքը եկել է։ Եկել է եւ իր խոսքը Աստված ուղարկեց, որ բժշկի ինձ եւ ազատի կորստից։ Ով է ուզում կորցնի։ Ով է ուզում կորցնի սատանան։ Ինչի համար է ուզում, որ դու չճանաչես Աստծուն, որ դու չընդունես Աստծո խոսքը։ Ուր է դե Աստված ասել է խոսքը, ասում է ուր է այդ խոսքը, եկել է խոսքը։ Ասա ինքն այն բժիշկը։ Տեր, եթե բժշկես, ես բժշկված կլինեմ։ Հալելույա։ Փառք Տիրոջը։ Դու այստեղ ես։ Փառք Հիսուսին, որ այստեղ ես։ Հալելույա։ Գիտես, շատ կարևոր է, որ մենք այսօր հավատք ունենանք Տիրոջ նկատմամբ։ Առակաց 16 16:24 Հալելույա, փառք ես Տեր, դու այստեղ ես մեր հետ։ Մեղրի խորիսկ է վայլուշ խոսքը, քաղցր է հոգին եւ բժշկություն ոսկորներին։ Ասա իմ շուրթերից դուրս եկած քաղցր խոսքը բժշկություն է բերում։ Ոչ թե փոթորկում է, ոչ թե հակառակություն է բերում, այլ բժշկություն։ Հիմա կանես մի հատ լավ քաղցր խոսք ասես կողքինիդ։ Այնպես խոսք, որ բժշկություն բերի։ Դու համարում ես քեզ քրիստոնյա։ Ասա քաղցր խոսք։ Մեղրի խորիսկ է վայելուչ խոսքը։ Այն խոսքը, որ վայելում է քեզ ասելու։ Ու գիտես ինչքան անվայել խոսքեր կան։ Այսօր նայում ես համացանցը հեղեղված անվայելուչ խոսքերով, հայություններով։ Վերջապես եկել է ժամանակը, որ մենք լույս լինենք աշխարհի մեջ։ Որ մեր շուրթերից դուրս եկած վայելուչ խոսքը բժշկություն բերի մեր երկրին։ Ասա մեր հողը բժշկվելու կարիք ունի։ Մեր երկիրը բժշկվելու կարիք ունի։ Ու այդ երկրի մի անդամն էլ դու ես։ Կանգնիր, քաղցր խոսք ասա։ Վայելուչ խոսք ասա։ Հռչակում արա։ Հիսուսն է Տերը, հալելույա։ Բացի նրանից ուրիշ մեկը չկա։ Հալելույա։ Սաղմոս 103։ Գիտեք, ամբողջ սաղմոսների մեջ գրված է Տեր բժշկիր, բժշկված կլինեմ։ Տեր բժշկիր, բժշկված կլինեմ։ Հալելույա։ Երկրորդ խոսքից օրհնի Տիրոջը ով իմանց։ Ով ասում է այսօր օրհնի Տիրոջը։ Հիմա ձերքեր բարձրացա ասա, ով իմանց օրհնի Տիրոջը եւ մի մոռանա նրա բոլոր բարիքները։ Ասա ես չեմ մոռանալու։ Նորից ասա, նրա արած բարիքի համար երբեք չեմ մոռանա։ Հիշիր որտեղից վերցվեցիր ու ուր բերեց քեզ Աստված։ Մի մոռացիր Տիրոջ բարիքները։ Հալելույա։ Ասա Տերը բարիք է պատրաստել իմ համար։ Օրհնություն։ Մի մոռացիր։ Օրհնի Տիրոջ ով իմանց եւ մի մոռանա նրա բոլոր բարիքները, որտեղ նրա արած բարիքների համար ենք մենք այսօր կյանք ունենք։ Նա բարի է մեր հանդեպ։ Բայց արդյոք մենք բարի ենք նրա հանդեպ։ Ասում եմ, եթե ես եմ Աստված, ուր է իմ պատիվը։
Մենք մոռանում ենք պատվի արժանացնենք Տիրոջը։ Հալելույա։ Հիշիր վերջի անգամ երբ ես ծնկերիդ վրա աղոթել։ Երբ ես ծնկի եկել ու աղոթել ու օրհնել Տիրոջ անուն ասել, Տեր շնորհակալ եմ, որ դու կաս, հալելույա։ Երբ ես փակել դուռը ու ծածուկում աղոթե Տիրոջը։ Երբ ա եղել այդ վերջի անգամը։ Երբ ես բացել Աստծո խոսքը եւ կարդացել ու հայտնություն ստացել։ Որտեւ երբ որ մարդ հայտնություն է ստանում, ինքը չի կարա պայի, ինքը պետք է գոռա ու ասի. Հիսուսն է Տերը։ Նրանից ջոկ ուրիշ մեկը չկա։ Գիտես ինչ է սատանայի նպատակը, որ քո անունը ջնջի։ Ստեք դուք, որ քո անունը երկնքում չհնչի։ Երեք աղոթքի ժամանակ Սուրբ Հոգին այնքան հետաքրքիր էր խոսում։ Գիտեք, չեն տեղը, որ ասում են կգա ժամանակ կասեն Տեր, Տեր, քո անունով քեզ ու Տերը կասի ձեզ չեմ ճանաչում։ Գիտես, իրանք մենակ բեմի մարդիկ են, որոնք որ ասես իրանք ցույց են տալու։ Բայց գիտես, երբ հա ճանաչվում մարդը երկնքում։ Ես ուզում եմ ամեն օր, ասա ամեն օր, իմ անունը երկնքում հնչի։ Ո՞վ է ուզում իր անունը հնչի երկնքում։ Պարզ։ Հիմա ես քեզ խորհուրդ եմ տալի։ Եթե դու իսկականից ուզում ես քո անունը հնչի երկնքում, կա պայման։ Ով որ իմ անունը, ասա Հիսուսն է ասում։ Ով որ իմ անունը կդավանի մարդկանց առաջ, ես էլ նրա անունը կդավանեմ իմ հոր եւ նրա սուրբ հրեշտակների առաջ։ Երբ ես դավանե։ Երբ ես դավանե վերջի անգամ։ Հիսուսն է Տերը։ Երբ ես քարոզե մարդկանց, երբ ես ավետարան է բարի լուրը։ Գնա ինչ-որ մի տեղ, գնա հարազատների տունը ու ասա Հիսուսն է Տերը։ Տեր, հենց ասես Հիսուսն է Տերը, քո անունը դավանվում է։ Հենց ավետարանն ես քարոզում, քո անունը գրվում է։ Փառք Հիսուսին։ Գիտես, այնքան ցավ են վերապրում, գիտես մի բանի համար, որ մարդիկ կան, որոնք գիտես ոնց որ sense ոնց ասեմ, քարար սիրտ, չեն ուզում ազատվեն, հոզողով չի։ Մի բան է պետք։ Սիրելիս, մի բան, կանգնել ու ապաշխարել։ Ես մեղավոր եմ, ես սխալ եմ, Աստված ճիշտ է։ Կարաս ասես, ես սխալ եմ, բայց Աստված ճիշտ է։ Որտեւ Աստված երբեք շուտ չի խոսում։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Համաձայն ես իմ հետ։ Ասա ամեն ինչի ժամանակ կա։ Նորից ասա ամեն ինչի ժամանակ կա։ Ուտելու ժամանակ, չուտելու ժամանակ, հագնելու ժամանակ, համելու ժամանակ, քարքցելու ժամանակ, հավաքելու ժամանակ, ժամանակ մեռնելու ժամանակ։ Ասա ամեն ինչի ժամանակ կա։ Ասա այսօր իմ բժշկության ժամանակն է։ Նորից ասա այսօր իմ բժշկվելու օրն է։ Այսօրը ստեղծել է Աստված, որ դու բժշկվես։ Հալելույա։ Ժողովող 3։ Հալելույա։ Ամեն բանի ժամանակ կա ամառաջի խոսքից։ Եվ ժամանակ երկնքի տակի բոլոր ձեռնարկության։ Ասա Աստված ամեն ինչի ժամանակը կարա վերահսկի։ Երկրի վրա իմ ապրելու ժամանակը։ Ո՞վ է ուզում վերահսկվի Աստծո կողմից։ Ժամանակ ասում երկրի վրա քո ձեռնարկած բոլոր գործերի համար ժամանակ կա։ Ամեն։ Ամեն ինչի ժամանակը տվել է։ Երկնքի տակի բոլոր ձեռնարկության։ Ինչ որ ձեռնարկես, դրա ժամանակ կա։ Չասես ժամանակ չկա։ Հալելույա։ Եթե աշխատելու ժամանակ կա, ուտել, ո՞վ է մոռանում մեկ-մեկ հաց ուտի։ Կաս թե մարդ, որ մոռանում է հաց ուտի։ Մի շաբաթ։ Չէ, լուրջ եմ ասում, ոնց որ մեկը կար։
Կամ որ մի շաբաթ մոռանում ես հաց ուտես։ Գնում ես սեղանը գցած է, բայց դու մոռանում ես, որ պետք է նստես սեղանին հաց ուտես։ Բան չես մոռանում։ Ասող տված հացը ուտես։ Ինչ ես մոռանում հոգևոր կերակուրի մասին։ Փառք Հիսուսին։ Գիտես, ինքան անարդար է այս աշխարհը։ Լուրջ եմ ասում։ Ինքան անարդար է։ Մենք ճղվում ենք, ուզում ենք արդարություն, 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 բայց անարդարությունը վխտում է։ Ծնելու ժամանակ եւ մեռնելու ժամանակ։ Տնկելու ժամանակ եւ տնկածը փոկելու ժամանակ։ Սպանելու ժամանակ եւ բժշկելու ժամանակ։ Քանդելու ժամանակ եւ շինելու ժամանակ։ Լալու ժամանակ, ծիծաղելու ժամանակ։ Սկալու ժամանակ, պարելու ժամանակ։ Քարեր դենգցելու ժամանակ եւ քարեր ժողովելու ժամանակ։ Գրկելու ժամանակ եւ գրկելուց հեռանալու ժամանակ։ Որոնելու ժամանակ եւ կորցնելու ժամանակ։ Պահելու ժամանակ եւ դենգցելու ժամանակ։ Պատրելու ժամանակ եւ կարելու ժամանակ։ Լռելու ժամանակ, խոսելու ժամանակ, սիրելու ժամանակ եւ ատելու ժամանակ, պատերազմի ժամանակ, խաղաղության ժամանակ։ Ինչ օգուտ ունի նա, որ գործում է իր քաշած աշխատանքից։ Տես այն զբաղունքը, որ Աստված տվել է մարդկանց, որ նրանով զբաղվեն։ Նա ամեն բան արել է վայելելու իր ժամանակին։ Ասա Աստված ամեն ինչ անում է, որ մենք վայելենք ճիշտ ժամանակին։ Նորից ասա Աստված ամեն բան արել, հա։ Որ ես ինչ ամ իր ժամանակին վայելեմ, նաև հավիտենականությունը դրել է նրանց սրտում, ինչն է պայմանը, կյանքը վայելելու պայման կա։ Եթե դու չունես սա քո սրտիդ մեջ եւ հավիտենականությունը դրել է նրանց սրտում, բայց այնպես որ մարդը չի կարող ըմբռնել Աստծո արած գործը գլխից մինչև ծայրը։ Մենք չենք հասկանում։ Թե ինչ արի Աստված մի, հա, գլխից մինչև ծայրը չենք հասկանում։ Բայց խնդրում ենք, որ Աստված հասկացնի։ Հալելույա, ամեն։ Ինչ պետք է լինի, հավիտենականության հույսը մեր սրտերի մեջ պետք է լինի, որ մենք վայելենք կյանքը։ Որտեւ երկնքի արքայությունը մեր մեջ է։ Փառք Հիսուսին։ Դուք ինչ եք մտածում, հիմա այդ ժամանակները չեն, որ մարդիկ լսում ու չեն լսում։ Չկա այդ ձևի մարդ, լիքը։ Մարդ կարող է նստի եկեղեցի, բայց չլսի։ Որտեղ այնքան զբաղված են իր միտքը, որ իր ամբողջ ուշադրությունը լինի, հա, այդ ուղղության վրա, այլ խոսքը, որ այսօր Աստված երկնքից ուղարկել է, հա, ինչ ազդեցություն չունեն այդ մարդու կյանքում, ոչ ինքը կազատվի, ոչ էլ կբժշկվի։ Բայց եթե մարդը եկել է ու հավատքով ուզում է վերցնի Աստծուց տված խոսքը այսօրվա, ասա այսօրվա, ինքը 100%-ով ազատվելու է, 100%-ով բժշկվելու է եւ Քրիստից, հա, հեռանալու է։ Փառք Հիսուսին։ Հալելույա, հալելույա։ Չենք կարող։ Մենք չենք իմանում։ Փառք Աստծո։ Հովհաննես 5։ Սրանց հետո տոնն էր հրեաների և Հիսուսը վեր ելավ Երուսաղեմ, և Երուսաղում ոչխարած դրան մոտ մի ավազան կա, և եբրայերեն Բեթսայդա է կոչում, որ 5 սրահ ունի։ Նրանցում խիստ շատ հիվանդներ կային պառկած, կույրեր, կաղեր, չորացածներ, որ ջրի շարժվելուն էին սպասում։ Որտե՞ղ էր, Տիրոջ տան մեջ։ Մենք այսօր բժշկվելու կարիք ունենք։ Կա մարդը, որ այսօր բժշկվելու կարիք ունի։ Մենք կարիք ունենք։ Բայց գիտես, շատ ժամանակ Հիսուսը չի մոտենում, որտեղ քո հույսդ լրիվ ուրիշն է։ Քո հույսդ լրիվ ուրիշ տեղ է։ Բայց երբ որ դու հույսդ կտրում ես մարդկանցից, ու այլևս մարդուց չես սպասում,
Այն ժամանակ Հիսուսը մոտենում է։ Ով ասում որ հիմա Հիսուսը մոտենա իրան։ Ջրի շարժվելուն էին սպասում։ Դե կգա այդ օրը գա, ես կբժշկվեմ, չէ, այսօր օրը, ասա այսօր օրը։ Որտեվ Տիրոջ հրեշտակն էր, այո, գալիս։ Եվ ջրի շարժվելուց հետո նրա մեջ առաջ մտնողը բժշկվում էր, ինչ հիվանդություն էլ որ ունենար։ Առաջինը որ մտնում էր, երկրորդը մտնողը չէր բժվում։ Երրորդը մտնողը չէր բժվում, չորրորդը մտնողը չէր բժվում։ Ասա Տեր, ես ուզում եմ առաջինը լինեմ։ Նորից ասա, ես ուզում եմ առաջինը ես վազեմ քո մոտ։ Հալելույա։ Մի սպասի, որ մեկը մտնի, երկրորդը, որ ուզեցար մտնես, ոչ իվան չի լինելու։ Ու ասում է, հենց ուզում եմ մտնեմ, ինձանից առաջ ինչ-որ ուրիշն է մտնում։ 38 տարի սպասում են։ Ես կան մարդիկ կան այսօր սպասող։ Տարիներով սպասում են, որ ինչ-որ բան պիտի փոխվի, ու չի փոխվում, չի փոխվում, չի փոխվում, ի՞նչն է պատճառը։ Որտեւ իրանց հույսը իրանք են, իրանց հույսը իրանցն է, իրանց ձեռքի գործն է, իրանց կյանքն է, իրանց հույսը դրել են եսի միջերի վրա, բայց հույսը չեն դրել Աստծո վրա, դրա համար չեն բժշկվում։ Դրա համար չեն հասնում մտնել են շարժվող տեղը։ Ասա Տեր այսօր շարժելու ես վայրը։ Նա շարժելու է ու ես պետք է առաջինը մտնեմ։ Հալելույա։ Ինչ հիվանդություն էլ որ ունենալ, ասա չկա մի հիվանդություն, որ Աստված չբժշկի։ Չկա։ Գիտես մարդիկ կան հիվանդ են, բայց ոչ թե պետք է բժշկվեն միայն, այլ պետք է ազատագրվեն, որ բժշկվեն։ Ստես դու։ Միջև մարդը չազատագրվի, ի բժշկությունը չի լինի։ Ասма դևը թողեց գնաց եւ այդ երեխան բժշկված կանգնեց։ Ո՞վ է կանգնած հիվանդության հետևում։ Ինչի՞ է հենց Հիսուս ասում գնացեք, ում վրա որ ձեռքներ դնեք կբժշկվեն։ Ես տեսել եմ մարդիկ, ովքեր որ Աստծո զորություն են ստացել, իշխանություն են ստացել, գնացել են, բայց հիմա չկան։ Մոռացան։ Չկան այդ մարդիկ։ Գիտեք ամենաահավոր բանը որն է։ Երբ որ Աստված կանչում է, դու ասում ես դե կայնի Աստված ջան, մի քիչ գործեր ունեմ, հետո կգամ։ Հեսա մի քիչ հարցեր ունեմ, կլուծեմ կգամ։ Աստված երբեք չի սպասում։ Ասես պետք է անես։ Ո՞վ է ատում որ Աստված ասում է պետք է անես նույն րոպեն։ Գիտես Պետրոս չասես դե լավ Տեր ջան, այսօր սաղ օրը արել ենք, ոչ իման չենք բռնե, ինչ ասես, բայց քո խոսքի համաձայն։ Հալելույա։ Եթե Աստված ասում է հենց այսօր պետք է անես։ Եթե Աստված ասում է որ գիտեք անդադար պետք է աղոթեք, որ փորձության մեջ չընկնեք, ուրեմն աղոթի։ Ինչի՞ ես ասում, ոչ ոք փորձվելով չող տասի որ Աստծուց է փորձվում։ Ամեն մեկը փորձում է իր ցանկություններից ելնելով։ Դրա համար բժշկությունը չի գալիս։ Տեր սպասի հեսա կգամ։ Այս մարդը հենց ուզում էր գնալ առաջ, ինչ որ մեկը իրանից առաջ մտնում էր։ 38 տարի։ Վերջում հասկացավ, որ ոչ ոք իրան չի օգնելու։ Ստես դու։ 38 տարի պետք եղավ այդ մարդուն, որ հասկանար վերջապես, որ ոչ մեկ իր կողքը չկա, որ օգնի։ Որ սա արդեն ինչ էին արել։ Տեսել եք հիվանդ մարդ պահող։ Ո՞վ է հիվանդ մարդ պահում։ Գիտես մի օր հոգնում է մարդ։ Հիվանդ պահելը հեշտ բան չի։ Ստեք դուք։ Հավատում ես դու։ Հեշտ է հիվանդ պահելը։ Արեք կտանեմ ձեզ մի օր հիվանդանոց ավետարանության կգնանք ու կտենանք հեշտ չի հիվանդ պահելը։ Հեշտ չի մաքրելը։ Հեշտ չի իր հետևից ուժ գործադրելը։ Ես տեսեմ մարդիկ, որ իրանք ուժ չունեն հիվանդին բարձրացնեն։ Ու հոգնում են մարդիկ։
ասա այսօր ես եւ իմ տունս ազատվելու ենք։ Մեկ ասում են, դու ես պահելու ինձի ոչ մեկ թող չպահի, ինձ պահող կա։ Աղջիկ էլ չունես որ պահի, այդ ում աղջիկն է եկե պահե, մի ամիս պահում են ու հոգնում են արդեն։ Ասում են, դե տղա ունի, թող տղեն պահի, տղեն էլ ասում են, դե մի հատ ուրիշ աղբեր ունի, թող ինքը պահի, այս հիվանդին ձեռից ձեռ են գցում։ Երբ որ մարդ հիվանդանում է, ոչ մեկին էլ պետք չի, ստես դու։ Երբ որ մարդը հիվանդանում է, էլ եմ ասում, ու դա երկար է տևում, ինքը ոչ մեկին պիտանի չի։ Բայց քանի ուժը տեղն է, հալելույա, լիքը մարդիկ կողքն են։ Քանց թե ինչքան օգուտ ունեն քեզանից, լիքը մարդիկ կգան կողքդ։ Բայց հենց որ թուլացար, սաղ կթողեն քեզ։ Սաղ։ Ես գաղտնիք ունեմ քեզ։ Հիսուսը երբեք քեզ չի թողի։ Շնորհալի կողքին տասա Հիսուսը քեզ երբեք չի թողնի։ Նա հոգ կտանի քո համար։ Հալելույա։ Եվ այնտեղ մի մարդ կար, որ 38 տարի հիվանդության մեջ, եւ Հիսուսը նրան պարկած տեսավ, արդեն պարկել էր։ Եվ գիտած թե արդեն շատ ժամանակից է նրան ասեց, կամենում ես առողջ լինել։ Կամենում ես առողջ լինել։ Ոչ Հիսուսին ճանաչում էր։ Ոչ լսել էր երևի։ Որտեվ սա Երուսաղեմը գիտեին, բայց այս մարդը հիվանդ չգիտեր, որ կա մեկը, որ բժշկում է։ Կա մեկը, որ մեռելներին հարություն է տալի, չէր լսել։ Որտեվ դե չէր խոսում Հիսուսի մասին։ Դե սա ուշադրությունը, դե պարկած հիվանդների սաղի ուշադրությունը ինչի վրա էր։ Ավազանի վրա էր։ Ընդ կողքից ինչ էին ասում, ինչ չէին ասում, ու այսօր շատերի հայացքը բժիշկների վրա է մենակ։ Բայց մոռանում են, որ կա բժիշկների բժիշկը։ Փառք Տիրոջը։ Իմացավ։ Հիվանդը պատասխանեց նրան, Տեր, մարդ չունեմ, որ երբ որ ջուրը շարժվում է, ինձ ավազանի մեջ գցի։ Եվ մինչև որ ես գալիս եմ, ուրիշն ինձանից առաջ իջնում է մեջը, հալելույա։ Ասա ես եմ առաջինը իջնելու Տեր։ Քո առաստնքի եմ իջնելու։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Հաջորդը։ Հիսուսը նրան ասեց, վեր կաց, մայ չտար եւ մանյեք։ Ասա պարզ եւ հասարակ։ Ասա Տերը իր խոսքը ուղարկել է։ Նորից ասա Տերը իր խոսքը ուղարկել է, թող փառաբանությունը գա։ Տերը իր խոսքը ուղարկել է այսօր, որ ինչ անի, բժշկի ու ազատագրի մեզ։ Հիսուսը նրան ասեց, վեր կաց մայ չտար մանյեք, ու գիտեք ինչն է հետաքրքիր, սա շարունակությունը, որ ինքը էլի չիմացավ թե ով է։ Ստեք, չիմացավ որ Հիսուսն է։ Ես ասում եմ, սա Երուսաղեմը թնդում էր, սա Հրեաստանը թնդում էր, որ կա Հիսուսը, հալելույա, ընդունել էին Հիսուսին, բայց այս մարդը չէր լսել։ Տաճարի մեջ էր, բայց չէր լսել։ Չէր իմանում Հիսուսին։ Ասա ես ուզում եմ ճանաչեմ քեզ այսօր, Տեր։ Նորից ասա Հիսուս, ես ուզում եմ ճանաչեմ քեզ։ Այսօր իմ բժշկության օրն է։ Հալելույա։ Հիմա Հիսուսը նրան ասեց, վեր կաց, մայ չտար եւ մանյեք, եւ մարդ իսկույն ողջացավ, եւ առավ իր մայիչ եւ ման էր գալիս, եւ օրը շաբաթ էր։ Հրեաներն էլ ասին բժշկվածին, շաբաթ է, արժան չի քեզ, որ մայիչդ վեր առնես։ Նա պատասխանեց նրանց, նա որ ինձ բժշկեց, նա ասեց ինձ։ Հալելույա։ Ասա ինձ Հիսուս բժշկելու է այսօր։ Ինքն է ասում։ Հալելույա։ Եթե դու հավատում ես, որ այսօր չերկմտես, խնդրում եմ քեզ,
Հետո չգաս ասես իմ կյանքում չփոխվեց։ Չկա այդ ձեր բան, Հիսուսն ասեց ձեր թերավատության եւ անհավատության պատճառով է, որ չի ստացվում։ Գիտես այնքան ուրախությունով էր գնում իր հայրենիք։ Մեկ այնքան ուրախ ես գալի ծառայության, հալելույա։ Սպասումով ես գալի, ասում ես այս հրաշքները կնեն, Տեր հեսա, հավատում եմ։ Գալիս ես որ տեսնես այդ բժշկությունները, գալիս ես ու ոնց գալիս ես գնում ես։ Վարված գալիս ես, հանգած գնում ես։ Լավ ի՞նչն է պատճառը։ Ի՞նչն է պատճառը Աստծո ժողովուրդ, որ այդքան անտարբեր եք Տիրոջ նկատմամբ։ Որ չեք ընդունում նրան, չեք խոնարհվում, չեք հավատում, որ Աստված կարա մի ակնթարթում ամեն բան փոխի։ Բժիշկ, այս բանը կա, այս ծրագիրը կա, այն մի ծրագիրը կա, ստե այդ հիվանդները չէին ասում ծրագիր կա։ Այո, Աստծո ծրագիրը կար, հրեշտակը իջնում էր, բայց իրանց հայացքը դրա մեջ էր, բայց ոչ բոլորն էին կարողանում մտնել։ Աստված այսօր հնարավորություն ա տվել մեզ։ Ասա Աստված ինձ հնարավորություն ա տվել, որ ես անձամբ մոտենամ իրան, որ ոչ մի խոչընդոտ չլինի ում ու նրա հանդիպման մեջ։ Ու եթե այսօր դու կգաս առաջ, ես աղոթել եմ ու օծեմ քեզ, թող ոչ մի խոչընդոտ չլինի քո եւ Քրիստոսի մեջ։ Հավատքով կգաս։ Եթե դու չես հավատում, ավելի լավ մի արի, հետո չասես բախի չի ստացվեց։ Ուրեմն քեզ պետք է հավատքդ բարձրացնես։ Գնաց որ բժշկի, գնաց որ իր հայրենիքում հրաշքներ անի։ Գնաց ու զարմացավ։ Գիտես խի, որտեղ ասին ինքը Հոսեփի որդին է, Հյուսն Հոսեփի որդին, իր քուրերն ու աղբերները մեր հետ են։ Ինքը ինչ պետք է անի։ Գիտես ինչպես ցավ էր ապրեց Հիսուսը, որ հարազատ երկրում չընդունեցին իրան, որ չհավատացին։ Գիտես Հիսուսը այստեղ է։ Եվ նա ուզում է որ դու հավատաս։ Նա ուզում է որ դու հավատաս իրան։ Միակ ճշմարիտ Աստծուն եւ քո փրկչին։ Որ հանձնում ես ասես Տեր, եթե բժշկվես, ես կբժշկվեմ։ Եթե ազատագրես, ես կազատագրվեմ։ Օգնիր ինձ Հիսուս։ Օգնիր ինձ իմ Աստված։ Դուր հնարավորություն այսօր վերցնելու քեզանից քո կենթանի ջրերը։ Ես օրհնում եմ քեզ Տեր։ Ես հավատում եմ Հիսուս։ Ես սրանից հետո Հիսուսը նրան գտավ տաճարումը եւ նրան ասեց. «Ահա առողջացար, այլևս չմեղանչես»։ Որ նրան, որ էլ ավելի չար բան չլինի քեզ։ Գիտես, հիվանդությունը չար բան է։ Դու այստեղ ես, ասեց գնա, մեղանչի, մեղքերի թողություն ստացիր, այլևս չմեղանչես, որ էլ ավելի չար բան չլինի քեզ։ Ու այսօր Աստված ասում է քեզ, այսօր դու պետք է ապաշխարես, մեղանչես Աստծո առաջ։ Ասես կներես, որ չեմ հավատացել։ Ների ինձ, որ մինչև հիմա ես Տեր այդ հավատքը չեմ ունեցել։ Որտեղ խոսքն ասում է, եթե մանանեխի հատիկի չափ հավատք ունենաք, այս սարին ասեք շուր արի, շուր կգա։ Ինչ նախանգանում ես, սիրելիներս, Աստծո այդ փոխհարաբերությունները ճշտելու համար։ Այս աշխարհը, հոգսերը, չէ որ Աստված ասել է, ձեր հոգսերը իմ վրա գցեք, ամեն ինչի ժամանակ կա։ Եվ ես ուզում եմ ձեզ վայել կյանք պարգևեմ, որ դուք վայելեք իմ հետ։ Նա խոսք ասում է, Տեր իմ Աստված, փոթորիկների մեջով էլ կանցնեմ, ամեն ինչի մեջով կանցնեմ, որտեղ դու իմ հետ ես։ Ու այսօր քո որոշումն է, դու պետք է որոշում կայացնես Աստծո առաջ ու ասես, Տեր, ես որոշել եմ, հանձնվում եմ քեզ այսօր։ Իսկ երբ որ դու հանձնվում ես,
դու այլևս քոնը չես, խոսքն ասում է, եթե դու գնվել ես, դու այլևս քոնը չես, դու Քրիստոսին ես։ Բայց դու Քրիստոսինն ես։ Դու պետք է որոշում կայացնես, Քրիստոսինն ես, թե դու ինքդ քոնն ես։ Քրիստոսի համար ես ապրում, թե քո համար ես ապրում։ Հաճելի ես Քրիստոսին, թե մարդկանց։ Աշխարհն ես ավելի շատ սիրում, թե Քրիստոսին։ Հիսուս, օրհնում եմ քո սուրբ անունը, Տեր։ Եվ դրանից հետո մարդը գնաց եւ հրեաներին պատվեց, թե Հիսուսն է, որ նրան առողջացրել է։ Ասա Քրիստոսի հետ հանդիպող մարդը երբեք չի լռի։ Այսօր Աստված ուզում է որ հանդիպում ունենա։